Ինչն է այդքան մտահոգում նախնական զինվորական պատրաստություն առարկայի մասնագետներին, 8-րդ դասարանի դասագրքում առկա սխալները, թե դրանցից բխող հետևանքները։ Մասնագետն ասում է, մինչև դասագրքերն ուղղվեն, սխալ ինֆորմացիան աշակերտների մոտ կտպավորվի, բացի այդ սխալների մեծ մասը կոպտագույն են։ Մոտ 200 սխալ եմ հայտնաբերել նորաթուղ դասագրքերում, ուղղորդել եմ դիմումներ ԿԳՄՍ նախարարություն, ԿԳՄՍ նախարարությունը ոնց որ միջնորդ կազմակերպություն, ուղղել է գրություններս Աստղիկ գրատուն, որտեղ այդ դասագիրքը հրատարակվել է։ Հանրակրթական պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված ըստ մասնագետի փոխվեցին 2024-25 ուսումնական տարվա դասագրքերը, որոնք մի շարք վրիպակներով, անճշտություններով ու խայտառակ սխալներով դրվեցին աշակերտների սեղանին։ Ուզում են առարկան սարքեն անվտանգ կենսագործունեություն եւ արտակարգ իրավիճակներ եւ այսօր արդեն հետական չափորոշիչների մեջ պատերազմ մարդ հասկացողությունը ոնց որ վերացված է լինի, այսինքն զինվորը դա արտակարգ իրավիճակում է հայտնվում։ Բազմաթիվ ուղղություններում մենք տեսնում ենք պացիֆիստական ըստ էության տրամադրություններ գործադիրի կողմից, օրենսդիրի կողմից, որոնք փաստացի ցույց են տալի այն կարգավիճակը, որը պատերազմից հետո գտնում է Հայաստանը։ Տեխնիկական սխալներից բացի դասագրքում քիչ չեն նաև բովանդակայինները։ Չկա հայկական զինված ուժերի համազգեստի որևէ նկար դասագրքի մեջ, ՆԱՏՕ-ի բլոկի մեջ մտնող ըստ երևույթի թուրքական բանակի համազգեստի զինվորա պատկերված մարտավարության հիմունքների մեջ ու նման տիպի կասկածելի լիքը հանգամանքներ։ Պահեստազորի փոխգնդապետը նկատում է, բոլոր նպաստավոր պայմանները ստեղծվում են, որպեսզի երեխաները չմոտիվացվեն, հայրենասիրությունից հեռու լինեն, իսկ դասագրքի պատրաստումը հանձնարարվում է ոչ պրոֆեսիոնալներին, որոնց թեթև ձեռքով էլ աղավաղվում են փաստերն ու անգրագետ է մնում մի ամբողջ սերունդ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։